Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Բարի ուշ երեկո, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր։ Սիրելի իմ Facebook-յան ընկերներ, հետևորդներ, հայ որդիներ Աստծոյն հաղորդաշարը ուղիղ եթերում է, կխնդրեմ բոլորին միանալով սկսել տարածել, դնելով խմբակների մեջ եւ բոլոր հնարավոր միջոցներով փոխանցել այսօրվա ուղիղ եթերը։ Եվ հիմա սկսում ենք մեր սովորական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըստ հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մեր օդ սպարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ պրգյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ թարք հավիդյանս հավիդենից ամեն։ Ահավասիկ սիրելի ժողովուրդ, սկսում ենք մեր հերթական հաղորդումը Աստծոյն հաղորդաշարի, ինչպես որ այսօր եւ մի քանի օր արդեն հետևելով թե ինչ է տեղի ունենում Հայաստանի մեջ, մենք պիտի այսօր արձանագրումներ անենք եւ մեր բոլորիս ուշադրությունը սևեռենք այն խայտարակ հայտարարությունների վրա, որոնք հնչեցին թե Կուկուշկայի աթոռից եւ թե սրբապիղծ կարո գործակալից, կագեբեշնիկից, որոնք ուրեմն նույն բովանդակությունը ունեն եւ կոչ են անում փաստորեն իրենց հայտարարության մեջ չքվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն օկտին այդ կուսակցության բոլոր անդամների դեմ են դուրս եկել, ոչ մենակ Փաշինյանի, ընդհանրապես նրանք դեմ են եւ գիտեք ինչեր են խոսում են ասելով, որ ով ընտրում է ԿՊ-ին եկեղեցուց դուրս է, մենք դուրս կդնենք, մենք կանիցենք, մենք կարգիլենք եկեղեցու մեջ որևէ արարողություններ մասնակցեն։ Եվ սա այն կոնտեքստում հնչում է, երբ որ մի քանի օր առաջ Եգրի վարչապետը անդրադառնալով հարցերին որոշ փակագծեր բացեց եւ խոսեց այն մասին, որ եկեղեցին հայաստանյաց իբրև մի հաստատություն, որը գրանցված է պետության կողմից արդարադատության նախարարությունում, պետք է անպայման հաշվետու լինի պետությանը, քանի որ պետությունից դուրս չի կարող գործել, պետության մեջ է այդ եկեղեցին, այդ կառույցը, նա կրոնական կազմակերպություն է, ինչպես մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները, եւ առհասարակ բոլոր հաստատությունները, որոնք պետության մեջ են գործում, օդում չեն, նրանք պարտավոր են ուրեմն ենթարկվել այդ համակարգին, այդ օրենքին համահունչ գործել։ Սա բոլոր երկրներում, բոլոր պետություններում նույն օրենքն է գործում, այդպես չի, որ մենակ Հայաստանում առաջին անգամ լսեց կտրիչը կամ կարոն, ինչպես եք ուզում իրենց անվանել այդ կեղծ չհոգևորականների, որոնք առանցքային դեր են ստանձնել այսօր, եկեղեցին առևանգել են հայաստանյաց, մեկը ձևանում է կաթողիկոս, ամենայն հայոց, մյուսն էլ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդն է ձևանում եւ հայտարարում են ուրեմն նման ապուշություններ, նման աբսուրդներ։ Հիմա ես էլ այստեղից պիտի ասեմ, որ այո, ով որ ԿՊ-ին ընտրում է, նա մաֆիային դեմ է։ Ճիշտ է, ով որ ԿՊ-ին ընտրում է, նա դեմ է կրիմինալ քրեոլիգարխիային, կրիմինալիտետին եւ այն մարդկանց, ովքեր ներխուժել են եկեղեցականների շարքերը, ովքեր որ հակել են եկեղեցականի սքեմը, բայց դրա տակ սատանիստական ուրեմն իրենց բանն ունեն, հա, իրենք ոչ մի կապ չունեն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ, նրանք եկեղեցին շահագործում են, եկեղեցին օգտագործում են նյութականի համար։ Եվ ես շատ ուրախ եմ այս օրենք, այս մեխանիզմը մշակվում է եւ դա Աստված, որ ոչ մենակ Հայաստանի մեջ, այլ ամբողջ աշխարհի այն հայ համայնքներից ներս, որտեղ որ կամ թեմեր, կամ եկեղեցիներ, որտեղ որ ծուխեր կան, նույն ձևով անդրադարձ լինի այս հարցին, որտեղ այս հարցը բոլորին է վերաբերվում եւ չի կարող որևէ տեղ այս հարցին ուրեմն անդրադարձ չլինի։ Չի կարող եկեղեցին ստվերային գործունեություն ծավալի, տնտեսական կամ ինչ որ դրամաշորթությամբ զբաղվի, դրամներ հավաքի, տարբեր պատրվակներով կեղծ։ Այդ դրամահավաքներ, մենք լավ գիտենք, տասնամյակներ տեսել ենք դրամահավաքներ, որ միլիոններ են հավաքել դոլարով։ Միլիոններ, այդ միլիոնները ինչ են արել, ուր են մսխել, ինչ են այդ միլիոնները ինչին են ծառայել, որտեղ են այդ միլիոնները։
Այսինքն այդ դրամա հավաքներից մի օգուտ քաղեց պետությունը, մի օգուտ քաղեց ժողովուրդը, այսինքն սպեկուլյացիա անելով խայտարակություն էր դա, գնում էին հեքիաթ էին պատմում, հարուստներից փողը պոկում էին, գալիս են իրար մեջ բաժանում են երկու եղբայր։ Որոշ մարդկանց էլ իրենց այդ նեղ շրջանակին թուլու բաժին գցում են, որ այսպես ասած նրանք էլ իրենց լավը զգան, իրանց շեփոր հարեն դրա համար։ Եվ եկեղեցին վերածվել էր այսպես մի կառույցի, որտեղ որ խարդախությունն է, տնտեսական, ուրեմն ստվերային այս բոլոր հնարավոր եւ անհնարին նույնիսկ մեր պատկերացումներից դուրս գործնեություն, համագործակցություն մաֆիայի բոլոր շերտերի հետ, նախկին այդ պետական համակարգում ներխուժած են ավազակների, որոնք օգտագործում են եկեղեցին որպես խողովակ սև փողերի համար։ Այսինքն ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև այս գիտեք, սա միանգամից այս հարցով լուծվում է կադրային հարցը։ Ես ձեզ բարձր եմ բացատրում։ Ապագայի, ես չեմ ասում այսօրվա խուլիգանները, որ ներխուժել են, ներկայիս հետ պիտի հաշվի նստենք, դրանց հետ պիտի բոլորի հետ աշխատենք, այսինքն մաղենք, կամ ապաշխարության ուղարկենք, կամ դուրս դնենք եկեղեցուց, ուրիշ տարբերակ չկա։ Բայց հետագայի համար հարցը լուծված է, որտեղ եթե եկեղեցին այլևս հետաքրքիր չլինի ավազակների համար, եթե եկեղեցին արդեն չդիտվի որպես մի կառույց, որտեղ բիզնես կարելի է անել, փող աշխատել, գողանալ, չգիտեմ, անփարոյականություն գործել, ամեն տեսակի ստորություն անել եւ անպատիժ մնալ, հետո հարկերը չվճարել, բոլոր մի բան չլինի այնտեղ։ Նարկոտիկը ծախեն, նարկոտիկի համար պարզա որ հարկը որ չեն վճարել, ոչ մի անգամ, ոչ մի բան, դրա համար էլ դրանց մտքով անցել է նարկոտիկ էլ ծախեն եւ ամեն տեսակի բան անեն։ Մարդ վաճառեն, մարմնավաճառներին աշխատացնեն, ամեն ինչ արել են։ Այդպես չի որ մենք հորինում ենք այստեղից։ Նրանք զբաղվել են ամեն ձևի գործերով, ամեն ձևի։ Այսինքն մաֆիայի մեջ ամենակարկառունը կտրիչն է, այդ մաֆիայի փունջի մեջ ինքը տուզն է, ոնց որ ասած։ Եվ ինքը օգտագործել է իր եկեղեցական լծակը։ Հիմա այս օրենքը ինչ է մեզ տալիս։ Մեզ տալիս է մի բարձ հնարավորություն, որ այլևս ով որ ոտ դնի եկեղեցին, պիտի նախ լավ մտածի իրան դա ինչին է պետք։ Եթե նա հավատք չունի, եթե նա Աստծո փեշը չի ուզում բռնել, եթե նա չի ուզում զբաղվել քարոզով, չի ուզում զբաղվել հոգևոր գործառույթներով, ապա նա պիտի մտածի, որ ավելի լավ է գնամ ուրիշ տեղ, մտնեմ աշխատանքի, չգիտեմ, բիզնես անեմ կամ ինչ որ միտեղ ինչ որ մի կրթություն կամ ինչ որ մի, չգիտեմ, փեշակ ունենամ, զբաղվեմ, որ փող աշխատեմ, բայց չի մտածի, որ եկեղեցի գամ մտնի, այդ գեստը հագնի, այդ խաչը դնի, լանջախաչով, հետո էլ այդ խաչը խայտարականից գեսնել հետը։ Այս իմաստով ես շատ ողջունում եմ այս օրենքը, որովհետև այդ հարցը փաստորեն դրանով լուծված կլինի։ Բրավո։ Տա Աստված, ես աղոթք եմ անում, որ Աստծո ողորմությունը իջնի, ազգային ժողովը, որպեսզի մեծամասնությունը ձևավորվի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որպեսզի նա դառնա վերստին իշխող կուսակցություն եւ ներխուժեն այնտեղ միայն այն ուժերը, որոնք գոնե չարյաց փոքրագույն են, որտեղ գիտեք ինչ ընդդիմության մեջ այսօր բոլորն են հակառակ են։ Այս ընդդիմությունը սև ընդդիմություն է։ Նրանք ուղղակի թշնամիներ են, որոնք գործում են Հայաստանի դեմ։ Ուրիշ անուն չկա իրենք հակառակ մարդիկ չեն մենակ մեկ անձին, ասենք Փաշինյանի դեմ են։ Նրանք դեմ են հայ ժողովրդին, նրանք դեմ են Հայաստանի Հանրապետությանը, նրանք դեմ են հայոց պետականությանը։ Եվ նրանք ամենակարևորը դեմ են մաքուր Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Նրանք ուզում են այնտեղ սատանեկ գործել, ոնց որ գործել են 30 տարի։ Այս մարդը ինչ եկել չի եկել 27 տարի լավ թող լինի։ Համարյա 27 տարի է, հոկտեմբերին լրանում է 27։ Ես հույսով եմ, որ մինչև հոկտեմբեր վաղուց պիտի արմատախիլ արված լիներ արդեն, բայց հույսով եմ, որ ընտրությունից հետո իրան դուրս կշպրտեն։ Այսինքն, այս ինչա 27 տարի մեզ ինչ ճահիճի մեջ դրեց, ինչ ողբերգության մեջ դրեց, Մատյան ողբերգությանը, երբ որ կարդանք Գրիգոր Նարեկացու, այն բոլոր մեղքերը թվարկած, որը Սուրբ մարդը ասում էր, եւ այս չհոգևորականները չեն անդրադարձել երբևիցե այս բանին, այսինքն նրանց հոգը չի հոգևոր կյանքը, բացարձակապես, կամ Մովսես Խորենացու ողբը, ծանոթ չեն բովանդակությանը, ողբամս քեզ Հայաստանյաց եկեղեցինից, պիտի ասեմ ողբամս քեզ, այսօրվա դրությամբ, որովհետև որևէ մեկը դրանցից այսօր չի ուզում անդրադարձ անել իրենց անձնական մեղքերին, որը գործել են եւ շարունակական են գործել եւ նորից չեն փոշմանում, չեն զղջում։ Հայտարարում են,
ապուշություններ։ Պետությունը ասել է հետևյալը. շատ ճիշտ գիտելիք ունի Փաշինյանը։ Ես զարմացած եմ, այս մարդը ոչ ճեմարանա գնացել, ոչ միտեղ չի ուսանել, հա, բայց փաստորեն տեսեք, քանի որ նա հոգևոր կյանքով է սկսել ապրել, նա այդպես պատասխաններ է տալիս եւ այդպիսի հարցեր է բարձրացնում, որ ամեն մի հոգևորական այսօր չի կարող նման պատասխաններ տա եւ նման հարցեր բարձրացնել։ Օրինակ, մարդը հստակ բացատրում է ինչ է նշանակում եկեղեցին, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվում են, Տերը ասում է, որ ես ձեզ հետ եմ։ Այսինքն Հիսուս Քրիստոս այնտեղ է։ Եկեղեցին է դա։ Եվ եկեղեցին առաջին հերթին դա հոգևոր կառույցն է եւ ժողովրդի համար է։ Ուրեմն այդ ժողովուրդը հենց ինքն կազմում է եկեղեցու կորիզը։ Եթե եկեղեցու մեջ չկա ժողովուրդ, եկեղեցի դա չի կարող կոչվել երբևիցե։ Որտեղ առանց բանավոր հոտի չի կարող լինել այդ Քրիստոսի մարմինը խորհրդական։ Մարմինը դրանք հավատացյալներից է բաղկացած եւ մեծ մասն է հավատացյալները եւ այդ հավատացյալների համար է առաքելությունը հոգեվորականների։ Այո, մյուս մասն էլ մարմնի մյուս անդամներն էլ հոգեվորականներն են, որոնք պիտի սպասարկեն եկեղեցին, այսինքն պիտի ծառա լինեն այդ նույն ժողովրդին եւ առաջին հերթին Աստծո ծառաները պիտի լինեն, Աստծո փեշը բռնած, մաքուր կենցաղ ունենալ, ապրեն Աստվածահաճո կերպով եւ ապաշխարեն իրենք նախ օրինակ ծառայելով, որպեսզի դրանք էլ կարողանան առաջնորդել հավատացյալ բանավոր հոտին դեպի երկնավոր արքայությունը։ Չէ որ ամեն մեկս այսօր մտածում ենք մեկ նպատակով մեր կյանքի իմաստը ինչումն է։ Ժառանգել երկնքի թագավորությունը։ Ապրում ենք այս երկրավոր ժամանակավոր կյանքում որպես զրի պարգև տրված Աստծո կողմից, բայց նպատակը մեկ է հոգեպես փրկվել։ Ամեն մեկը դա գիտակցում է, եթե հավատացյալ է։ Հիմա հոգևորականները այսօրվա այս մասին խոսում են, ոչ, չեն խոսում, ինչու, որտեղ նրանք նախ չեն ապրում, այդ հավատքը չունեն։ Հավատքը եթե նրանց բերեր եկեղեցին, դրանք պիտի այդ մասին մտածեին եւ առաջնորդեն ժողովրդին փրկության ճանապարհով։ Նրանց բերել են այլ նպատակները, հենց այն նպատակները, որը որ վարչապետը ասեց։ Եվ շատ ճիշտ դիտարկում արեց, ասեց, այո, պետությունից անջատ է, բայց պետությունից դուրս չէ։ Անջատ է ինչ իմաստով։ Ես պարզ եմ ասում, քանի որ մենք Հայաստանը ընդունում ենք որպես ցիվիլ պետություն, բան չէ, կրոնապետություն չէ, այդ իմաստով է անջատ։ Միայն այդ իմաստով, որ եկեղեցականները չեն կարող մտնել եւ ազդել պետության գործառույթների վրա, այդ դրանով անջատ է նա, որ դա չի կարող խառնվել այս հարցերի մեջ պետական։ Բացարձակապես, ինչպես որ պետությունը չի կարող միջամտել ծիսական հարցերի մեջ, չի կարող վարդապետությունը փոխել եկեղեցու, այսինքն ուսմունքի վրա ազդել, ասել սրան հավատացեք, այդ բանը մեջտեղից հանեք, կամ ծիսակատարությունները փոխեք, այսպես պիտի անեք։ Պետությունը դրա մեջ չպիտի մտնի խառնվի, եկեղեցին քաղաքական դաշտի մեջ չպիտի մտնի։ Եկեղեցին քաղաքական դաշտի մեջ չպիտի մտնի, չպիտի ասի, որ այս կամ այն տեխնացուին պիտի ընտրեք կամ պիտի չընտրեք։ Այս ռանով է անջատ, այսինքն տգիտությունն է տիրել այսօր, թագավորում են դրանց մեջ տգիտությունը։ Եթե նրանք տգետ չլինեին, ապա նրանք պիտի հասկանային, որ օդում չեն գտնում երկրի վրա, Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնում, Հայաստանում ինչ օրենք որ գործում է, վերաբերում է ցանկացած գրանցված այդ նույն արդարադատության նախարարության կողմից ցանկացած կրոնական լինի, թե ուղղակի հասարակական կազմակերպություն լինի։ Ցանկացած կազմակերպությունը, ցանկացած հաստատությունը, որը գործում է Հայաստանի Հանրապետության պայմանների մեջ, օրենքները նույնն են, չեն փոխվում։ Չկա այդպես բան, որ Հայաստանի Հանրապետության մեջ ինչ որ հատուկ օրենսգիրք լինի, որը որ լինի եկեղեցականների համար նախատեսված։ Եվ դրանք այդ օրենքով պիտի շարժվեն։ Ոչ, իրանք իրենց համար են հորինել։ Իրանց հորինած այդ մաֆիոզ գլուխների մեջ ծնվել է այդ գաղափարը, որ դրանք պիտի ապրեն իրենց հորինված կանոններով։ Այ դրա մասին խոսել է երկրի վարչապետը եւ իհարկե Հայաստանի մեջ շատ ճիշտ մոտեցում է, որովհետեւ ինչի համար քաղաքանան կամ սարկավակը կամ այն մարդը, որը ամբողջ կյանքը նվիրում է եկեղեցական ծառայության, պետք է ուրեմն դուրս մնա սոցիալական բնակավարից։ Այսինքն ոչ բժշկական բաներից օգտվի, ապահովագրությունից, ոչ մի թոշակից օգտվի, ոչ մի պետական բան աջակցություն չունենա։ Իրանք են ստեղծել դա, գիտեք ինչի, որտեղ մաֆիան սերուցքը քաղում է, իրանց դա պետք չի, հա, ինչին է պետք Գարեգինին, որ միլիոնների մեջ լող է տալիս։
հետաքրքիր չի, բայց այն թշվառական հոգևորականները, որ ծայրահեղ աղքատության մեջ գյուղերում ապրում են, ծերը ծերին չգիտեն հացը ոնց ապահովեն իրենց ընտանիքի անդամները ոնց պիտի ապրեն, սովորական բաներ չեն կարող իրենց թույլ տալ, նույնիսկ ոչ թե շքեղություն, սովորական։ Իհարկե իրենց համար եւ վաղը մյուս օրը Աստված ոչ անի տվյալը հիվանդանում է, ծերանում է, ուժ չունի, չի կարող գործել, փող չունի ստանալու։ Այսինքն ինչ է դա, վերջը դրա այդ մարդու ինչպես է։ Իսկ sense պետությունը վերցնելու է ի վրա այդ հոգսերը։ Հետևաբար ստեղից ինչ հետևություն, որ պետք է հարկեր վճարվեն։ Եվ դա շատ ճիշտ է։ Նախ եւ առաջ այդ ստվերային բիզնեսի համար, այդ բիզնեսը, որը կայացրել ում համար է։ Գիտեք, եկեղեցին կարող է ունենալ բիզնեսներ, կալվածքներ, բայց նախ պիտի աշխարհականները դրանով զբաղվեն, ոչ թե հոգևորականները։ Երկրորդ հետին հասույթները պիտի ծառայեն նպատակին, աղքատների համար, կարիքավորների համար եւ եկեղեցու կարիքների համար։ Եվ իհարկե հարկերը բան պետք է վճարվեն, ինչպես որ պետության մեջ ընդունված է։ Այսինքն օրենքը կրկնում եմ, նույնը պիտի գործի բոլորին։ Եթե դա բիզնես է, այսօր եթե բիզնեսի մեջ տվյալ օրենքը գործում է, ինչի պիտի այս կառույցը ուրեմն արտոնություններ ունենա։ Ինչի համար։ Իրան չի արդարացրել նույնիսկ։ Այդքան ժամանակ մենք վատից բացի ինչ ենք տեսել։ Մաֆիոզներին ենք տեսել, որոնք միայն ու միայն քողարկել են իրենց էությունը սատանայական այդ հակոստների տակ։ Այս սա է եղել ամբողջ այդ 27-ամյա պատմությունը Կտրիչ Ներսիսյանի չարապար ամփառունակի գործունեության, չարապար այդ ոչ բարով, ոչ խերով այդ գահին հայտնվելուն։ Եվ իհարկե դրա համար դրանց երազածը որն է, որ տաշիրի պես այդ սամոն, հա, այդ շուն ու շանգյալ, արդեն ասում եմ, հա, բոմժ։ Աստվածնա բոմժ դառնա, այո, ես աղոթք եմ անում, որ բոլորը իր ձեռից վերցվի։ Բոլորը վերցվի իր ձեռից, ինքը բարիք չի ստեղծել, ինքը ոչ մեկի ձեռքը չի բռնել, ինքը ոչ մի աղքատի, ոչ մի պարզ վկայություն, ոչ մի մարդ չկա, ես ուզում եմ դա ասել, բոլորը թող ականջիող անեն։ Մեկ մարդ չի կարող նա գտնի, որը կգա կասի, այո, ինձ օգնել է։ Ինձ $100,000 փող է տվել։ Էս է պետք, էներ պետք, էներ պետք, բնակարան չունեի, բնակարան է գնել է, չի արել ոչ մեկի համար, բայց կոչվում է ազգային բարերը այդ դեպքում կլներ, եթե ազգը գրասենյակներ ինքը ստեղծեր, ազգը գնար հարցերով դիմեր, ինքն էլ բաժաներ, աչուձախ բարիք ստեղծեր։ Այսինքն այդ միլիարդները ծառայեին ազգին։ Այդ պարագայում կլներ ազգային բարերարը այդ է։ Երբ որ ազգին է պիտանի լինում, ոչ թե Գարեգինի գրպանը կողում է գումարը, որտեղ Գարեգինն էլ խոստացել է իր այդ սուտի կնիքներով իրեն ապահովել անօրինական բիզնես եւ խարդախություններ միասին անեն, հետո Գարեգինի ռեխը մի բան կծի ազգային բարերար իրան հրճակի։ Այսպես բան չկա։ Սա ազգային բարերարություն չի եղել երբեք եւ չի կարող լինել, չի կարող կոչվել ազգային բարերարություն։ Այսինքն լկտի սուտ անհետեթություն, որը դուրս են տալիս։ Նա խուլիգան մարդ է, գող ավազակ թալանչի, թալանելով, գողանալով հոսանքը, մարդկանց խափելով, Հայաստանի պետական բյուջեն խրգվել է, կալուգաները ինքնտեղ բիզնեսներ է արել, դրանով փող է աշխատել։ Պետական բյուջեն ընդեղ ֆռացրել են, բան են արել, խուժանություն են արել, հետո էլ միլիարդատեր է դարել։ Հիմա էլ եկել ասել ասնի համեցեք ես ազգային բարերար եմ, ինձ ընտրեք։ Ուժեղ եմ ես։ Ձեր արյան վրա, ձեր դժբախտության վրա, ձեր նեղությունների վրա եկել է ազգային բարերար է կոչվում, այդ խուլիգան ստահակը։ Հիմա էլ եկել ասել է ինձ ընտրեք, ես ուժեղ եմ։ Ուժեղ Հայաստան եմ տալու, ուրիշ խաղաղություն եմ բերելու, ուրիշ գույնի, ծիածանագույն խաղաղություն եմ տալու։ Չէ, դա է ուզում սեքսի նախարարություն կազմել։ Դուք հասկանաք սատանիստներ են իրենք սատանիստներ են, որովհետև իրենց համար ամեն ինչն է պետք օգտագործել մի նպատակի համար, Հայաստանը վերջացնելու եւ Ռուսաստանի Դաշնության համար։ Այդ պլացդարմը ստեղծելու, որպեսզի միութենական պետությունը թմբիրից հառնի։ Ամբողջ բանը ծրագիրը դա էր։ Եվ ստրկացրել են այդ Ռուսաստաններում այդքան օլիգարխիա կա, հա, այդ մեծահարուստները, ճակերտավոր, ստահակները, աֆերիստները, որոնք ոչ մի լավ բան ոչ մեկի համար երբեք չեն արել։ Ճորտի պես օգտագործել են, այո, տարել են որպես ռամիկ ժողովուրդ, կոպեկներով ավելի քիչ փող են տվել, քան թե Տաջիկին ավելի շատ փող էին տալիս։ Օգտագործում էին այնտեղ եւ այդ մարդը ոչ կարողանում էր այնտեղ ոչ Միքայել Աչանի, ոչ ձախ, ոչ շնչի, ոչ արտաշնչի, նույնիսկ լեզու չկարողացավ տիրապետել այն երիտասարդը, որ ընկել է թեկուս Ռուսաստաններում, որոնք իբրտե գնացել են, այս մարդիկ իրենց առել են իրենց աշխատանք են ապահովել։
կոպեկներով։ Բայց քանի որ Հայաստանի մեջ այն ժամանակ այդպիսի անգելանելի վիճակ է ստեղծված, չէ՞ մարդիկ չեն կարողանում ապրեին, ահա որ կացություններ, սոցիալական ոլորտը, դրա համար ստիպված այդ քայլի դիմում։ Այսինքն այս գեղեցիկով է կառուցվել։ Այս համակարգը նաև Ռուսաստանի մեջ։ Եվ Ռուսաստանի մեջ այդ կառույցներին ես շատ լավ ծանոթ եմ։ Երկու կառույցին ես հոյակապ եմ ծանոթացել, որտեղ տարիներ շարունակ ծառայելով Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցուն որպես նրա հոգևոր հովիվը, ես համ Սայուզ Արմյան Ռասիի միշտ լավ բաներ եմ լսել դրանց մասին ու տեսել եմ իրենց գործունեությունը, էլի։ Շատ կարող եմ վկայություններ տալ իրենց խուժանության համար, թե ինչպես են հայերը գալիս ավտոբուսներով իջնում էին, սա 2000-ական թվականներն էր։ Գալիս էին ավտոբուսով հասնում էին Հայաստանից Մոսկվա, առաջին բանը գալիս էին եկեղեցի։ Գիտեք սկզբից ինչ էինք անում։ Մենք ասում ենք իզիցի Սայուզ Արմյան Ռասիի, Կարա Աբրահամյանը։ Այդ մարդիկ էլ գնում էին, վերջում էլ են ծեծած շամպես գալիս էին, շատ ներողություն, որովհետև այնտեղ ոչ ընդունում էին, դուրս էին շպրտում։ Այս սա էր իրենց այնտեղի գործունեությունը, որ արել են տասնամյակներ։ Հետո էլ ուղարկում ենք ուրիշ կառույց կար, դրա հետ կապ չուներ։ Իրար հետ էլ հակառակ են, Թևանյան Նորիկի մոտ են խուլիգանը, որ տեսել եք, վիդեոն կար ստեղ Եզրասի հետ, որ միասին ձեռ են առնում։ Շատ ազնիվ մի մարդու Սարիբեկի, որը որ ծիրանները, բաները հիշում եք, այդ Մոսկվայի պատմությունը հայտնի։ Եվ այդ խուլիգանը, այդ Թևանյան Նորիկը, մյուս խուլիգաներ նա, ախալքալակցի, չգիտեմ, ասֆալտչիկներին, բաներին ինքն էր հավաքում, նորից գրոշներով աշխատացնում էր, էլի, ճորթի պես այնտեղ, ուրիշ մի սահակը ինքն էր։ Ղրգում էինք այնտեղ էլ դուրը փակում էին իրենց քթի առաջ, ասում էին ռադը քաշեք գնացեք, մենք ստեղ ոչ մի բան չենք կարող, մենք չունենք ձեզ օգնություն։ Ոչ մի հարցով, ոչ ազնագիր, ոչ գրանցում, ոչ աշխատանք, ոչ նույնիսկ բնակարան կամ սենյակ ման իրենք, ոչ մի բան չեն արել։ Համենայն դեպս ես կարող եմ դրա մասին խոսել, որտեղ ես ականատես եմ եղել, հետո վերջ եկել են, այս հարցերով Տիրան Սրբազանն էր զբաղվում, այ ես վկա եմ։ Ինքն էր օգնում, մենք ամեն մեկս մի ձեռք օգնում ենք, ձեռք էինք մեկնում այնտեղ։ 1000 ողորմի Բաբայան Նինան կար, ծխական խորհրդի, ուրեմն բաններ, ատենապետներ։ Այդ պատկառելի տիկինը քանի անգամ համաձայնեցնելով Սրբազանի հետ բան գումար էր տրամադրում մարդկանց, ինչով կարողանում էինք, ինչ որ ձեռքը ունեինք, կամ ինչ որ ուրիշ մի հայ ճանաչում էինք, որը ունևոր է, անձնական կապով օգնություն էինք այդպես ցուցաբերում, բայց այս կառույցները անպիտան են եղել, այսինքն այս մարդիկ միլիարդատեր են եղել, այնտեղ լող են տվել փողերի մեջ, բայց նրանք ոչ մի հայի ձեռքը չեն բռնել, ոչ մի կարիքավորի։ Այդ նույն Սամվել Կարապետյանն էլ չէր անում, բայց Սամվել Կարապետյանի մոտ էլ ղրգում էինք, ասում ենք իջիկ Սամվել Կարապետյան, այդ Նինան շատ լավ էր ասում, Աստված հոգին ասում են идите к Самвелу Карапетяну, у него много денег, пусть он вам поможет։ Իհարկե ոչ մեկ, ոչ մի բանով երբեք չի օգնել եւ այստեղ խանգարում են, հատուկ են խանգարումը, բա ոնց, բայց ճշմարտությունն է հնչում, չէ՞։ Կարան ուրիշ բան ասեն, դե թող խոսան։ Թող դատարան դիմեն, ես քանի անգամ ասեն, դատի տվեք, այս սրիկաներ քիչ եք դիմում, որտեվ դատի տեղը ոչ մի փաստ չունեք, ձեր ասածները փուչա, իսկ իմ ասածը իրականության հետ է առնչվում։ Այս տարբերությունը մեր դրանով է, այդ ստահակների եւ իմ տարբերությունը դրա մեջ է։ Հետևաբար, այսօրվա դրությամբ, երբ որ սկսում են լոլոներ պատմել Հայաստանում, Ռուսաստանից այդ մարդիկ, նրանք տարական բաներով չեն կարողացել օգտակար լինեն հայերին, անհատներին, չեն կարողացել ոչ մի պարագայում օգնել։ Ում վիրահատությունն են վճարել, ում ուսմունքի փողը, ուսումնական այդ հաստատության գումարը վճարել, ում համար ինչ արել են։ Ինչ արել ենք մենք ենք արել եկեղեցում, Տիրան Սրբազանը անընդհատ օգնում էր, կանչում էր տարբեր հայերին, հարուստներին, այն ժամանակ ումը որ ինքը անձամբ էր ճանաչում։ Եվ իր անձնական, այսպես ասած, կապով ինքը կարողանում էր կամ Ռուսաստանի համակարգի մեջ, եթե կապ ունե տարբեր չինովնիկների հետ, այդպես օգնում էր։ Բայց չի եղել, որ կառույցները օգնեն կամ այդ միլիոնչիկները օգնեն։ Չի եղել տենց բան։ Չի եղել, որ պիպոները, չգիտեմ, այս խուլիգանները, տաշիրները, մաշիրները, այդ սա խուժանները օգնեն։ Նրանք մենակ կերել են, կթել են ժողովրդին, արունն են ծծել։ Այս է նրանք արել, բայց նրանք ոչ մի օգնություն ոչ մեկին չեն արել, երբևից է։ Եվ այսօր հայց են տվել, ներկայացրել են հայցը, որ նրանք պիտի իշխանություն դառնան, հանուն ինչի համար։ Այսօրվա պետությունը
Շատ ճիշտ հարցեր է բարձրացնում Փաշինյանը։ Փայլուն։ Երբ որ ինքը խոսում է, իմ սրտից է խոսում այս մարդը եւ վերջերս շատ ճիշտ բաներ է ասում։ Շատ։ Ինչ ասել է, այսքան ժամանակ լսում եմ այս նախընտրական առաջին անգամ, այսքան տարվա մեջ, որ ինքը իշխանության մեջ է, ես տեսնում եմ, որ այս մարդը արդեն կատարյալ կադր է դարձել իշխանության։ Լավ ամեն ինչը հասկացել է, ինչը ինչոց է, որը որից հետո է։ Լավ պատկերացնում է, ինչ մաֆիաներ են Հայաստանի մեջ, այս որ քանի տարի խանգարեցին, չթողեցին, բաներ լավ փոխվի, այս նրանց երեսից եղավ։ Դրա համար նրանք դրա համար են պայքարում։ Հասկանում եք, չեն ուզում Հայաստանում օրենք լինի, չեն ուզում Հայաստանը բարեկեցիկ պետություն դառնա աստիճանաբար։ Միանգամից չի կարող լինել։ Ոչ մի բանը չեն ուզում, բարեփոխումներ չեն ուզում։ Իհարկե դրա համար եկեղեցում են մաքրություն չեն ուզում տեսնել։ Բա եկեղեցին իրենց համար մի բան է, հա։ Այսպես ասած մի բաստիոնն է, վերջին բաստիոնն է օգտագործեն իրենց քաղաքական նկրտումների համար։ Բա դրա համար չեն ուզում։ Բա ուրիշ ինչի համար չեն ուզում, որ եկեղեցին մաքրվի։ Այլապես իրանց ինչ գործն է այդ բանի մեջ մտնելը։ Այս բոլոր հարցերը, որ ես այսօր արծարծում եմ սերներ, սա վկայում են, որ Հայաստանը ունի ներսում թշնամիներ։ Եվ այդ թշնամիները հենց ընդդիմության ներկայացուցիչներն են։ Նրանք բոլորն են թշնամիները։ Մի բան էլ ասեմ, շատ ճիշտ բան է, ես միջալոց այդ բանը կդնեմ այդ սիկան։ Այս նախկինները, հա, ղեկավարները, 3 ղեկավարներ, բոլորի որդիները տունը նստեցին, ոչ մեկը չգնաց պատերազմ, չգնաց բանակ, ոչ միտեղ չգնացին, չէ՞։ Այմա ձենը կտրեք դուք, ցույց մնացեք։ Եթե դուք դա չեք արել, ձեր որդիներին չեք ուղարկել։ Ինչ եք դուք ավել պակաս խոսում, բայց ես մարդը ուղարկել է, փաստացի։ Ուրեմն տեսեք, որտեղից է կեղծիքը։ Դուք իրավունք ունեք իրան ինչ-որ բաների մեջ մեղադրեք, բա դուք ո՞նց եք արել այդպիսի բաներ։ Այսինքն նրանց թույլատրելի է ամեն տեսակի ստորությունը, որ արել են այս տարիների մեջ, նրանց համար դա հալածյուղի տեղ պիտի անցնի։ Եվ դրա համար կեղտոտ եկեղեցի էր պետք, որ խեղդեն բոլոր արժեքները, որ մարդը չհասկանա, որ եկեղեցում եթե մաքրություն չկա, սպիտակին սև են ասում, սևին սպիտակ եւ դա անցնում է։ Հասարակությունը չունի ոչ մի չափանիշ։ Չկա, ոչ մի բան չկա, արժեք չկա, արժե համակարգը տրորել են այս մարդիկ։ Եվ այսօր ասում է եկեղեցուց դուրս է քպայականը։ Եթե դուք գնաք ընտրեք դրան, ուրեմն եկեղեցուց ձեզ դուրս պիտի դնեն։ Դուք եկեղեցուց դուրս եք, տականքներ, ավելով ձեզ պիտի դուրս դնենք բոլորին, մեկ առ մեկ։ Խուլիգաններին հավաքելա կտրիչը դարձել է եկեղեցական։ Խուլիգան մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուս Քրիստոսի հավատքին։ Բոշեքը, այ ոնց որ իրանք համարում են հայ հեղափոխական ժողովրդին, ասում են բոշեկ են սրանք, շունշանգյալ են սրանք, բայց իրականության մեջ Գարեգին սատանան հավաքել է եկեղեցում բոշեկին, շունշանգյալներին, որոնց տվել է հոգևոր աստիճան։ Քահանա, վարդապետ, եպիսկոպոս։ Այդ բոշեկ շունշանգյալները այդ հոգևոր աստիճան են ստացել, ոչ մի բան իրենցից չեն ներկայացնում, տկար են, ոչ մենակ հոգեպես, մտավորապես, մեկ են իրենց գիտելիքներով, իրենց անկիրթ բանը, տեսակը, այդ բորենիների մենք շատ լավ ենք ճանաչում, սա ոնց որ ասած նիվարուժոնն իմ գլազում է, անձեն աչքով երևում է, որ նրանք ընդամենը բորենիներ են, որոնք ներխուժել են եկեղեցականների շարքերը, եւ այդ բորենիները այսօր փորձում են գնալ տաղավարներից, ընդդիմադիր տաղավարներն են գնում, այնտեղից հայոյան իշխանություններին պախարակեն եւ աբսուրդներ ասեն։ Ինչը սխալ է ասում, որ պետության մեջ կհամարցակվեին այս նույն հոգևոր կոչեցյալ հայրերը, հա, ծիծաղով եմ դա ասում, ձեռ առնելով։ Գնան ասենք Ֆրանսիայի մեջ, գնան Գերմանիայի մեջ, Շվեյցարիա, չգիտեմ, տարբեր պետություններում, որտեղ որ իրենք գտնվեին այն ժամանակ բան անեին։ Այդ տաղավարներում գնային հիմարություններ, այդ պետություններին կպնեին։ Խելոք, հեզ ու խոնար ենթակա են պետական համակարգին, որտեղ եթե պետությանը այնտեղ հակառակ լինել, պետությունը ականջից կվեցնի, դուրս կշպրտի իրենց երկրից, անմիջապես, իրենց թուղթը կացության կկտրի ու վերջ։ Չէ՞ որ այս սատանան ինչ է արել, ով որ քաղաքացիություն ուներ առաջներում, ովքեր են ծառայում հիմնականում Սփյուռքում, սփյուռքահայերը, ովքեր որ բոլորը քաղաքացի են։ Ինքը ինչ արեց, ինչքան հայաստանցի կա, խուլիգաններ, ժամանակավոր թղթերով հատուկ է, որ ասում են նապտիչիխ պրավախ, այդպիսի որ ուղարկի այնտեղ, որ այնտեղ չկարողանա որևէ մեկը ամրանալ, այսինքն իր ասածներով շարժվի, բայց այնտեղ պիտի խելոք մնա, այնտեղ պետությունը ո՞նց է։
Արդեն չես կարող ասես Հայաստանի մեջ այսպես բան է ասել կաթողիկոսը, հա? Կասի այդ Հայաստան չի քեզ համար, ընկեր ջան, սա Գերմանիա է կամ Շվեդիա է կամ չգիտեմ ես ինչ պետությունն է։ Հետևաբար ես ուզում եմ ասել, որ ամեն տեղեր պիտի այդ կարգ ու կանոնը մտնի։ Ոչ մեկը չի կարող այսօր գործել եկեղեցում ընդդեմ հայոց պետականության։ Այսօր այդ գործառույթներն են իրականացվում։ Այսինքն ծառայում են օտարին, Մոսկվայի մեջ նստած, հա, այդ տականքը, սրբապիղծ, հա, մանկապիղծ, Սոդոմիտ, Եզրաս, Կարո, Կագեբեշնիկը եւ ծառայում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններին, ծառայում է Կրեմլի ուրեմն ստահակներին, ծառայում է իրենց էլիտաների շահերի, բայց չի ծառայում բանին Հայաստանի պետականությանը, այլ քար է գցում իշխանությունների վրա, որովհետեւ պետականամետ են իրենք, որովհետեւ պետությունն են կայացնում, որովհետեւ զրոյից են կայացնում այս պետությունը, գոյություն չուներ։ Այսքան տարի ապրում է, բայց այդ ժողովուրդը օդի մեջ էր ապրում, փաստորեն պետություն գոյություն չուներ, պետությունը վերացական հասկացողություն էր Հայաստանում։ Եվ նոր հիմա սկսվում է այս վերջապես գաղափարը առաջ մղվել, վերջապես որ մարդիկ սկսեն վարժվել գաղափարը, այդ բանը առաջ է մղվում։ Ուրեմն սա սիրելի ժողովուրդ, սա աննախադեպ, ես ասում եմ լավ իմաստով գործընթաց է, որը որ սկսել է Փաշինյանը եւ շատ ճիշտ իր բոլոր հարցումները, հարցազրույցները, իր բոլոր պատասխանները ճեպազրույցների ժամանակ ինչ որ տեսնում ենք, ինչ որ լսում ենք, համամիտ ենք, համաձայն ենք, դաբրո ենք տալիս, ոչ մի բան չկա նշույլ անգամ ասելու, որ այս մարդը ինչ որ մի բանի մեջ վրիպում է։ Ոչ, ինքը ինչ որ այսօր ասում է, ես ամեն ինչի տակ ստորագրում եմ, բոլոր իր ասածների տակ, մեկ առ մեկ։ Եթե նախկինում իր ասածների մեջ շատ թերի բաներ կար, շատ մարդը դե փորձ չուներ եւ չէր կողմնորոշվել եւ չգիտեր։ Լավ է ասում են ուշ քան երբեք, բայց այսօր փառք Աստծո։ Դրա համար ինչպես որ ասում են, այսօր նրան ոչ մի ալտերնատիվ, այլ ընտրանք գոյություն չունի, ով ձեզ կխափի, ով ձեզ կհամոզի, ով ձեզ հեքիաթ կպատմի, լոլոներ, բան են որ ասում են լապշունա ուշի վեշից, այնով որ կասի որ սրան ընտրեք, մյուսին ընտրեք, այն մյուսին ընտրեք, իմացեք որ դա տուպիկ է, ուրիշին ընտրելը նշանակում է փակուղի մտցնել Հայաստանը եւ կործանումը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության փրկությունը այս ընտրության ելքից է կախված, այսինքն կայացումը պետության, մաֆիայի դեմ լայնածավալ պայքարը, որ արմատախիլ արվի, որ վերջանա այս պատմությունը, որ այլևս չխոսենք դրա մասին, երբևիցե անդրադարձ չլինի, եւ սա կսկսվի Կտրիշ Ներսիսյանի եւ նրա թայֆայի հեռացումից եկեղեցուց։ Այսա շատ անպայման, շատ կարևոր արձանագրումն է։ Ուրեմն սա է միակ քաղաքական ուժը, մնացածը ոչ մեկ չի կարող, ուղղակի չի կարող նույնիսկ բան անել էլի, մրցակից լինել։ Տեսենք, ես հրապարակեցի մեջում, սրտիկ է անում այս տականքը, այդ տաշիրը։ Հասկանեք, այդ մարդկանց ֆանտազիան կապիկություն է։ Կապիկություն է։ Դե թող նախքան Փաշինյան դա աներ, ինչ չէր անում։ Եթե նա տգետ է, եթե նա հմտություն չունի, հիմա գիտեք, Աստված ասում է խոնարհներին շնորհ է տալիս։ Ես կարծում եմ, որ իրեն շնորհ է տվել Աստված։ Աստվածն է իրեն օժտել այդ շնորհներով։ Եվ դրա համար քաղում է սահմոսները եւ կոց գիտի։ Դե մի պետությունի մեջ մի որևէ այսօրվա պետական ղեկավարներից մեկին կանգնացեք, թող սահմոսներ կոց ասեն ձեզ, իրենց լեզուներով։ Ոչ մեկ չի կարող ասել։ Համոզված եմ, դրա տակ ստորագրում եմ, չգիտեն։ Սա մեծ առաքինություն է։ Սա մեծ առաքինություն է։ Բայց եկեղեցին կրկնում եմ, պետք է լինի խիստ վերահսկողության տակ, մայրաթոռը իսկապես պետք է լինի ամբողջությամբ վերահսկվի, հարկային տեսչությունը, բոլոր գերատեսչությունները, ինչքան որ կա Հայաստանում իրավապահ համակարգ եւ այն, նրանք բոլորը պիտի հասկանան, որ նրանց ուշադրությունը պիտի լինի սևեռված մայրաթոռի վրա, հետ այսու, վերջացավ այդ ժամանակները, երբ որ թողել են, բացուտող էին արել, դրա համար սադանայություն, խուլիգանատուն սարքեցին, դրա համար օտարեցին սրբություններ, ալան-թալան արեցին, գողացան, ամեն ինչ արեցին, ինչ որ հնարավոր էր եւ հնարավոր չէ, սպանություն արեցին ներսը, թունավորումներ եւ ինչ որ արել են։ Այս 27 տարվա մեջ ամեն ինչ արել են այնպիսի բաներ, որ են ասում են Պուարոն հիմա որ այդ արտակարգ բան է, չէ, ֆիլմ է,
բանը կամ Կալումբոն, լեյտենանտ Կալումբոն, դրանց որ բերես այդ գործը հազիվ է մեջից հանելու։ Այս ձևի մաֆիոզ սխեմաների մեջ են իրենք եղել այս 27 տարի ինչ սպրուտ են սարքել այնտեղ, ինչ խայտարակություններ են սարքել։ Ուրեմն դա պիտի վերջ դնել։ Դա պիտի վերջ դնել եւ եթե պետությունը հետ այսու չվերահսկի, առաջինը ես եմ, պահանջում եմ այստեղից վերահսկել։ Եվ հարկային տեսչությունը պիտի ամեն ինչը քննի։ Խոշորացույցի տակ պիտի քննի, որպիսի սեն սադանայություն չլինի վերջում։ Եվ հետո դա գիտեք ինչ լավ է։ Դա դրանով է լավ, որտեղ այդ խարդախները, անազնիվները, անհավատները, սադանիստները բոլորը կմաղվեն դուրս կգան։ Կգան այնտեղ այն մարդիկ, որոնք Հիսուսի հետ գործ ունեն։ Նրանք կգան այնտեղ։ Այսինքն հերթ չի կանգնելու է հոգևորական դառնալու համար, որ փող աշխատեն։ Փող աշխատելու համար են գայ։ Մենակ փող աշխատելու համար, դե որ փող վաղը արդեն աշխատելը չի լինի տարբեր սև սխեմաներով։ Վերջանալու է այդ ցանկությունը բանը հոտս կցնդի շատերի մեջ, այլևս հավեսը շատերի մոտ կփախնի հոգևորական դառնալ, որտեղ կեղծ են, ֆեյք հոգևորականություն է այսօր։ Մեծ մասը ես չեմ վախենա, դա ասեմ, մեծ մասը նրանք ֆեյք են, նրանք հոգևորականներ չեն։ Նրանք եկել են այսօր փեշակա իրանց մոտ, էլի խանգարում են, բայց արդեն պիտի վերջացնենք։ Դրա համար, որ այդպիսի փող առնելով այլևս ոչ մեկի մոտ ցանկությունը չառաջանա զբաղվել, եկեղեցին պիտի դառնա դեպի Հայաստանի Հանրապետությունը դեմքով օրինապաշտ կառույց լինի, ենթակա լինի պետությանը։ Այսքանը, սիրելիներ, կխնդրեմ շատ տարածեք, կխնդրեմ, որ դուք փոխանցեք մյուսներին այսօրվա եթերը, եւ ասում եմ, միշտ որ խանգարողներ են լինում, դրանք վախենում են իմ խոսքից։ Այո, որտեւ իմ խոսքը բացառիկ է։ Հա ես չեմ ամանչում այդ բանը ասելու, այսինքն չկարծեք, որ մեծամտություն է կամ չգիտեմ, ես ինքս ինձ գովազդում եմ, բայց դա իրականություն ու ճշմարտությունն է։ Մեկ երկրորդ սենստաղաբար գոյություն չունի, որը խոսա առանց սահմանների։ Ես խոսում եմ շիտակ, ինչ մտքում ունեմ, ինչ սրտի մեջ ունեմ, այդտեղ խոսում եմ։ Գիտեք ինչի, Աստծո ձայնն է խոսում իմ միջով, որովհետև Սուրբ Հոգին է թելադրում այս աշխատանքը անելու համար եւ Սուրբ Հոգով ներշնչված աղոթքով եւ այդ տրամադրությամբ ես այս հարցը բարձրացնում եմ սատանայի տունը քանդելու, իսկ դրա մեջ պարունակում է ամեն բան, հա, բոլոր կեղծիքները, բոլոր աֆերիստությունները, բոլոր տեսակի մախինացիաները, ինչ որ Էջմիածնում արել են եւ առհասարակ նա այդ պետության մեջ ինչ որ տեսում ենք արատավոր այդ բազմաթիվ երևույթները, որպեսզի դրանք բոլորը ջրի երես գան։ Ինչքան բաց լինի ժողովրդի աչքը, ինչքան մեր ժողովուրդը հավատքին մոտենա, Աստված պաշտի, ինչքան մարդիկ ապաշխարեն, ինչքան մարդիկ Հիսուս Քրիստոսին ընդունեն իրենց սրտում որպես անձնական փրկիչ, այդքան շահելու է Հայաստանի պետությունը։ Ինչքան պետականամետ դառնան, ինչքան հասկանան, որ պետությունը դա խաղալիք չի, պետությունը դա միակ արժեքն է, որը պետք է բոլորի կողմից հարգվի եւ ոչ թե թիրախավորվի, ոչ թե քարկցեն պետության վրա, ոչ թե ասեն դնենք այդ պետությունը քանդենք մինչև վերջ, հանձնենք Ռուսաստանին, գուբերնիա լինենք։ Իրենց ուզածը դա է։ Մենք լավ ապրենք։ Իրենց ասածը սա է։ Դրա համար հորինում են ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, չգիտեմ Ինչաստան, այդ սաղ ֆեյք ուսակցություններ, բաներ, էս ովքեր են դրանք։ Դրանք բոլորը աֆերիստներ են, ասում եմ, դրանք աֆերիստ մարդիկ են, որոնք խափեփաներ են, ընդհանրապես ուզում են ձեզ մոլորեցնեն, խափեն, ձայն տակ իրենք վերջում պաստան Ռոբերտ Քոչարյանին։ Էսա։ Ծրագիրը դա է, կամ Ռոբերտը կամ Տաշիրի Սամոն, ուրիշ բան չունեն։ Բոլորը ուզում են այդ անեն։ Հիմա ամեն մեկը խափում է, ամեն մեկը աֆերիստությամբ ուզում այդ ձայները կորզել, ուրիշ բան չկա այնտեղ, ձեր ժողովուրդ։ Դրա համար ես ձեզ բարձ ասում եմ եւ այդ սատանայի տունը քանդում եմ, որպեսզի Հայաստանում չլինեն այլ process-ներ, չգնան եւ ուրախ եմ, որ մայիս ամսվա մեջ պետք է 3 շատ լուրջ իրադարձություն տեղի ունենա։ Նախ Իմանուել Մակրոնը պետք է ժամանի Հայաստան, եւ դա շատ մեծ ազդեցություն պիտի ունենա ընտրություններից առաջ, որտեղ Ֆրանսայի նախագահը այցելելու է Հայաստանի Հանրապետությունը, իր աջակցությունը հայտնելու է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ իշխանություններին, նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայեն եւ մեկ այլ անձը էլի բարձրաստիճան հսկան, պաշտոնյան, եվրոմիոցյան պետք է ժամանեն անունը այս մարդու մտքից գնաց։
Եվ բանը 28-ին էլ պետք է ուրեմն վերջապես ամբողջը աչքերը բացեն, տեսնան թե ինչպես է Փաշինյանը զինել բանակը։ Եվ շատ լավ բան բացեց, փաստորեն ազնիվ ձևով ասեց։ Նախկինում ինչու դա չկար։ Որտե վախենում էին Հայաստանին զենք տրամադրել, որպեսզի չհարցակվեն։ Իրենց մտքի մեջ դա կար։ Հիմա չես կարող այդ մարդկանց բան բացադրես, որ ասենք նախկինում եղել է մեր այդ բաները։ Չես կարող դա համոզես ոչ մեկին։ Դրա համար չէին զինում։ Իսկ հիմա որ արդեն վերջացել է, այդ բանը որ նշանը դնում է Փաշինյանը եւ նվիրում է բոլորին, իրական Հայաստանը։ Այս դրա համար պիտի զենք տալ, որպեսզի ոչ մեկը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ մեկի մեջ սադանա չմտնի եւ իրենց մտքի մեջ ինչ որ բան չառաջանա, ոտնձգություն անեն։ Ոչ մեկը։ Ոչ էլ Ռուսաստանը ուզենա գա օկուպացիանի, ոչ մեկը, ասում եմ, որևէ մեկը չպիտի գայթակղություն ունենա։ Այդ դրա համար պիտի զինված լինի, դրա համար պիտի մարդունակ բանակ լինի։ Դրա համար այս ամենը պիտի լինի եւ վստահ եմ, որ դա կլինի շատ հզոր ձևով ավելին։ Դեռ այս ընտրությունից հետո էլ ավելին կլինի։ Բայց 28-ին դուք տենալու եք եւ դրա մասին արդեն խոսել է երկրի վարչապետը։ Հետեւաբար այս 3 մեծագույն իրադարձությունները եւ որպես կուլմինացիա ես դիտում եմ հունիսի 7-ին պիտի հաղթանակ լինի։ Հաղթանակ պիտի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը պիտի լինի։ Ժողովուրդը պիտի հաղթի։ Ոչ թե Փաշինյանը պիտի հաղթի, ոչ թե Փաշինյանի թիմակիցները պիտի հաղթեն, մի հասկացեք այդպես։ Ես իրենց համար չեմ ռոպագանդա անում այստեղ։ Ես ասում եմ, հայ ժողովուրդը պիտի հաղթի։ Այդ թվում նաև Սփյուռքի մեջ ապրող, որովհետև սատանիստներին չենք ուզում տեսնել այդ աթոռի վրա այնտեղ։ Ոչ մի ստահակ, ոչ մի աֆիշ չենք ուզում, որ վերադարձ ունենան, խափեն նորից այս մարդկանց ու բերեն դնեն բանի մեջ, ճահիճի մեջ երկիրը։ Այս սա է սիրելի ժողովուրդ, եւ վստահ եմ իհարկե հունիսի 7-ից հետո էլ արդեն պիտի այդքան հետևենք, որ կարճ օրերի մեջ, մի քանի օրվա մեջ այս Կտրիչ Ներսիսյանի հարցը լուծված լինի։ Մաքրվի եկեղեցին եւ վերջանա այդ պատմությունը, այդ ողբերգությունը։ Այժմ եւ միշտ եւ Ավիդյանս Ավիդինից ամեն աչն արարչական, բազուկս վրչական, Սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահաբան հայսում հետև մինչև Ավիդյան ամեն։ Տերը բոլորիդ հետ շատ տարածեցեք, կսպասեմ ձեր գրառումներին, ձեր լայքերին, կհանդիպենք նորից սիրելի ժողովուրդ։ Ցտեսություն։